Անուն Հոր եւ Որդու եւ Հոգին Սրբով ամեն։ Ով Տիրոջ մարմնին եւ արյանը արժանավորապես չի մոտենում եւ չի ճաշակում, ուրեմն նա արդեն իսկ ճաշակում է իր դատապարտությունը եւ ըմբում է իր դատապարտության վճիռը։ Իրավի բոլորս էլ գիտեն, որ Աստված քննում է յուրաքանչյուրիս միտքն ու հոգին։ Գիտի Աստված ամեն բան, ինչպես այսօրվա ավետարանական ողջ ընթերցվածների ընթացքում սանուցվում էր մեզ մեկ ճշմարտություն, որ ուր է ուզում ես փախչի, Աստծո բարկությունը չես փախչի։ Ում ուզում ես կարող ես խաբել, ինքդ քեզ, չգիտեմ, կանգնես հայրու դիմաց, ինքդ քեզ կարաս խաբես։ Ծնողներին, հարազատներին, բարեկամներին, երեխաներին, մեծերին, փոքրերին։ Մինչև անգամ եկեղեցու հոգևորականած դասին։ Բոլորին կարող ես խաբել, երևալ մաքուր, ժպտերես, հավատացյալ ճշմարիտ մարդ կարող ես, կամ այնպիսի մի ճարպիկ մարդիկ կան, ովքեր որ երկրի վրա երևում են հենց այդպես։ 1000 տարի քննես, չես իմանա, թե այդ մարդը իրապես ինքը իրոք հավատացյալ է, թե չէ։ Ոչ գիտես իր ձևականությունն է հավատքի նկատմամբ ձևականություն, ոչ թե գիտես է իր պահվածքն է հավատքի նկատմամբ պահվածք ճշմարտություն, ոչ էլ հակառակը։ Բայց ամեն դեպքում, ինչպես այսօրվա մարգարեական գրքերով կամ Սաղմոսած գրքում էր ասում, մենք մեզ կարող է պահենք, խաբենք, ինքնահաստատվենք, ինքնահամոզենք, որ մենք ճշմարիտ հավատացանք, մենք ճշմարիտ Աստծո հետևորդ ենք, մենք կարող է պահենք, ասենք, որ մենք անմեղ մարդիկ ենք, բայց Աստված գիտի մեր ներսն էլ, մեր կարողությունն էլ, Աստված քննում էր մեր միտքն էլ, մեր հոգին էլ, այս աշխարհից կարաս թաքցնես ամեն բան, բայց Աստծոց ոչինչ չես թաքցնում։ Դրա համար ինչ է ասում այսօր Կորինթացիներին ուղղված նամակի մեջ Պողոս առաքյալն ասում է ամենակարևորագույն բանը քրիստոնյայի համար պետք է գիտակցել, որ վերջ-վերջով ինքը պետք է մոտենա հաղորդության։ Նայ, ասում է, մեղքը գործես, ուտես, կխմես, չարություն կանես, ատելություն կսերմանես, հիշիր Սաղմոս 2-ի խոսքը, ասում է մինչև անգամ կարող է արտաքինից ժպտերես թվաց քո ընկերոջ բարեկամի նկատմամբ, ցույց տաս թե իբր թե դու արդեն լավ ես իր հետ, ցույց տալ որ ներել ես իրեն, ցույց տալ որ համերաշխության մեջ ես, քո ընկերոջը, քո ընկերուհուն, քո բարեկամին, հարազատին, ծնողին, չգիտեմ ում հետ որ ժամանակի խնդիր ես ունեցել, ցույց տաս որ դու լավ ես իր հետ այսուհետև։ Ինչ է եղել որ անցավ գնաց, անցած թեմա էր։ Բայց հոգու խորքում ինքդ էլ գիտես, որ դու արդար չես, ինքդ էլ գիտես, որ դու երբեք էլ չես ներել իրան, ինքդ էլ գիտես, որ դու երբեք լավը չես մտածում իր մասին։ Հար եղած դեպքում ամենաառաջի հարվածողը թիկունքից դու ես լինել։ Դու գիտես։ Տպավորություն ես թողնելու թե իբր թե ամեն ինչ լավ է, բայց իրականության մեջ ներքուս շատ վատ մարդ ես։ Ուրեմն իմացի, Աստված դա քննում է, դա գիտի։ Եվ օրերից մեկ որ հագուցել ես, դու բոլորի աչքին կարող է թոզ փրչես, գազ պատարակի ու ասես գիտես ինչ, ես շատ լավ եմ։ Մենք որ մեր ընկերների, բարեկամների, հարազատների հետ խորովություն ունենք արդեն հարթեպրծել ենք, կամ պաչպրոշտով իրար հետ, ջերմերանգությամբ, կեղծ ժպիտով, ապաշխարության մեր մասնակից դառնանք ու մոտենանք սուրբ հաղորդությանը, բոլորը կարող է իմանալ, որ արտեսիչ դա մարդ է, տես։ Ժպտերես, այսպես պիտի լինի իրական քրիստոնյան, տեսա աշխան ջերմ էր բոլորիս հետ, մոռացավ այն հատությունը, որ արել էինք մեկս մեկի նկատմամբ, որ մեկս մեկի սանիծել էինք, մեկս մեկի մազ էինք պոկել եւ այլն։ Եվ չմտածենք, որ գիտես ինչ, հոգու խորքում ինքը դա կեղծավորություն է։
ուղղակի զուտ արտակնապես կեղծավորությունը ցույց տալիս, արտակին նոմ, ժպտում է, բայց ներքուստ, ինքը չի փոխվել։ Եվ հենց այդ չփոխված հոգով մոտենա ապաշխարության, հերիք չէ, էլի ապաշխարության ընթացքում է զղջում չապրի, չփորձի իր կյանքը վերանայել ու մոտենա հաղորդության, ասում է Պողոս Առաքյալը, սա ավելի սարսափելի դատապարտություն է տվյալ մարդու համար։ Իմանա, որ այդ արյունն ու հացը, որ ուտում է, դա իր համար իբրև թույն է, դատապարտություն։ Եվ օրերից մեկ օր այսպիսի մարդիկ է, որ ընկնում են փորձությունների մեջ հիվանդության, ընկնում են մահացու հիվանդության մեջ, ընկնում են կործանման մեջ։ Այսպիսի մարդկանց դռների առաջ է, որ անընդհատ, չգիտես, ինչի շարը գալի հանդիպում է։ Այսպիսի մարդկանց դռների առաջ է, որ միշտ փորձություն կա, միշտ շունը հաչում է այդ մարդկանց դռների առաջ։ Ինչի համար, որովհետև իրանց հոգի մաքուր չէ, իրանց միտքն ու սիրտը մաքուր չի եղել։ Ինչքան էլ իրանց հավատացյալ են ձևացել, ինչքան էլ որ մոտեցել ապաշխարել են հաղորդություն են ճաշակել, ինչքան անարժանորեն հաղորդություն են ճաշակել, այնքան Աստծո դատապարտությունը կրկնակի կրել են նրան։ Դրա համար ասում է Պողոս Առաքյալը, դրա համար ձեր մեջ ցավակարներ շատ կա, ձեր մեջ հիվանդներ շատ կա, ձեր մեջ ժամանակից շուտ մահացողներ շատ կան։ Առավելաբար են մարդիկ, ովքեր որ չգիտեն պատարակը ինչ է, չգիտեն սուրբ հաղորդությունն ինչ է։ Միշտ ասել եմ, այսօր էլ դարձյալ էլի նկատեցի ընթացքում, էլի ցավ ապրեցի մի կողմից էլ առանց էդ էլ փորձում ես ծոմ ու պարկի մեջ, հեռու մնաս բարգությունից, հեռու մնաս ամեն ինչի չի ստացվում, էլի բարկանում ես։ Ուրեմն իբրև քրիստոնյա գիտենք, որ գիտես ինչ, այսօր շատ կարևորական տոն է մեզ համար, հերիք չէ, որ այսօր աշխատանքային է, հերիք չէ վաղը աշխատանքային է, հերիք չէ մինչև շաբաթօր անգամ աշխատանքի է, հերիք չէ իբրև քրիստոնյա պետություն են կոչվում, բայց պետականորեն ազատագրված չենք այս օրերին աշխատանքից, հերիք չէ մենք հոգսեր ու դառնելու ցավերը դրանով ենք տարված, մոռացել ենք Աստծո մասին։ Մի հատ էլ անհանգստացնում ենք անգամ եկեղեցականներին ու եկեղեցում գտնվող հավատացյալ ժողովրդին։ Շուրջ 100 հոգի մեռան զանգելով։ Հա պատասխանում ես, հա գրությամբ, հա չգիտեմ ինչ ձևով, որ այսօր եկեղեցական տոն է, այսօր Տիրոջը նվիրված տոն է, այսօր ուրիշ բանով չենք զբաղվել, վաղը ուրիշ բանով չպետք է զբաղվենք, և մյուս օր ուրիշ բանով չպետք է զբաղվենք։ Մենք Քրիստոսի հետ խաչի ճանապարհ պիտի անցնենք։ Մեր հույսը այս օրերին դա է։ Եթե ուզում ենք հաղթանակ կրել, եթե ուզում ենք Տիրոջով հարություն առնել, եթե ուզում ենք լիարժեք մաքուր սրտով հարության տոնը նշել, հարության տոնը մեզ համար արյունհեղության տոն չդառնա, մեր ընտանիքի մեջ թշնամության տոն չդառնա, մեր ընտանիքում ատելության տոն չդառնա, ողբերգության տոն չդառնա, ուրեմն պետք է գնանք Քրիստոսի խաչի ճանապարհով, որպեսզի հասնենք հաղթանակի հարության։ Ուրեմն աբսուրդ երևույթ է, ընդհանրապես ժողովուրդ, աբսուրդ երևույթ է, որ մենք ապրում ենք քրիստոնեական կյանքով, ավագ շաբաթվա մեջ մահ է գրանցվում ավելի շատ, ավագ շաբաթվա մեջ մահեր է գրանցվում ավելի շատ, հիվանդություններ ու փորձություններ է գրանցվում ավելի շատ, հիվանդանոցներում տեղ ու սրտար չկա ավագ շաբաթվա մեջ ավելի շատ, մարդիկ ավելի շատ են դիվահարվում ավագ շաբաթվա մեջ ավելի շատ, քան թե տարվա մյուս եղանակներում շրջաններում։ Ուրեմն չի կարող այնպես լինել, որ հարության շրջանում մանավանդ ավագ չորեքշաբթի, հինգշաբթի ու պարշաբաթ կիրակի մարդ մահանա։ Եթե մարդը մահանում է,
ուրեմն դա աստվածային պատիժ է։ Այս օրերին ով մահանում է նշանակում է ինքը պատժված է Աստծո կողմից։ Ուրեմն նշանակում է թե ինքը տեղ չունի Աստծո սրտում, նրա հետ ճանապարհ չի անցնում։ Չի կարող, ինչպես ասում էր երեք իր խոսքի քարոզի մեջ մեր Շիրակի թեմի առաջնորդը, ասում է ուզում ես հասկանալ ինչ է հարությունը, պետք է ապրես այդ հարությունը, բայց մինչև այդ հարությունն ապրելը պետք է անցնես չարչարանած ճանապարհ, պետք է քաղցես, պետք է ծարավես, որ հասնես այդ հարությունը։ Չի կարող քրիստոնյան ասել Հիսուս Քրիստոս, դու գնա հասի հարության, ես հարության օրը կմիանամ քեզ։ Ես զբաղված եմ, դասի եմ, դպրոց եմ, գործ եմ, էս եմ, են եմ։ Տունս խնդիր ունեմ, ես ինչի կարիքի մեջն եմ, ինչի կարիքի մեջն եմ։ Քրիստոս սրան չէ ընդունել։ Դու չես կարող արդարանալ Աստծո առաջ։ Այսպիսի պատճառաբանություններով Աստծո առաջ չես կարող կանգնել։ Իրավունք չունի քրիստոնյան այսօր ասելու Հիսուս Քրիստոս, դու գնա ինքը չարչարվի խաչվի, բան չկա։ Միշտ ամեն տարի դու գնա չարչարվի խաչվի հացվի հարությանը ուտել խմելու ժամանակ ես կմիանամ քեզ։ Երբ որ պետք է սեղան գծենք այդ ժամանակ որ հիշում ենք հարությունը։ Երբ որ սեղանով պետք է իրար զուգենք զարդարենք, երբ որ ուտել խմելու պահ կա, այդ ժամանակ նոր հիշում ենք, որ մենք հարության տոն պետք է տոնենք։ Բայց ոչ ոք ոչ ապաշխարել է, ոչ մեղքերի թողություն է ստացել, ոչ կյանքը փոխել է, ոչ ներսը փոխել է, ոչ դուրսը փոխել է, ոչ էլ փոխավ այդ մարդը։ Անարժանորեն մոտենալով մոտենում է Սուրբ Հաղորդության։ Այսպիսի մարդը Աստծո կյանքում տեղ չունի, այսպիսի մարդը հարություն չի հասնում։ Առավելաբար, այն մարդիկ են գերդաստանները, ընտանիքները, ովքեր որ ընդհանրապես չգիտեն պատարագն ինչ է, չգիտեն Սուրբ Հաղորդությունն ինչ է, այսպիսի մարդիկ ավելի շուտ են եւ ավելի շատ են հիվանդանում, ավելի շատ են մահացու հիվանդության տարապում, ավելի շուտ են կյանքերից հեռանում, ավելի դժբախտ կարգավիճակով են կյանքից հեռանում, քան այն մարդը, ով որ եկեղեցու տեղը գիտի, ով որ պատարագը գիտի, ինչ է Սուրբ Հաղորդություններ, գոնե տարվա մեջ մեկ կամ երկու անգամ ճաշակում։ Քննեք եւ կտեսնեք։ Չի կարող եկեղեցու ճշմարիտ հավատացյալը քաղցկեղով հիվանդ լինի։ Չկա այսպիսի հասկացություն։ Այն մարդը, ով որ եկեղեցու ճշմարիտ հավատացյալ է, Սուրբ Հաղորդություն է ճաշակում, Սուրբ Հաղորդություն է ճաշակում։ Ու ինքը քաղցկեղով հիվանդ է, ուրեմն նշանակում է իր ներսը մաքուր չէ։ Ուրեմն նշանակում է ինքը անարժանորեն է մոտեցել Սուրբ Հաղորդության։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ընդհանրապես հաղորդության տեղը չգիտեն, այդ մարդիկ են, որ քաղցկեղով հիվանդանում շուտ մեռնում են, ինսուլտ ինֆարկտով մեռնում են։ Այս մարդիկ ավելի շուտ են տարում։ Դրա համար այս աշխարհի վրա կյանքը այսքան կարճացել է։ Ինչի համար, որովհետև Քրիստոսի Սուրբ Հաղորդությունը չեն կարժեգորում։ Ընկել են աղանդավորների խելքին, ընկել են չգիտեմ ում խելքին, մարմնավորի հետևից, ճողոպրում են, պատճառներ են փնտրում, որպեսզի պահք չպահենք, չապաշխարենք, եկեղեցի չգնանք, պատարագների չմասնակցենք, արարողությունների չմասնակցենք, ամեն մի հազար տեսակի պատճառներ կփնտրենք, որպեսզի Տիրոջ հետ խաչի ճանապարհով չընթանանք։ Տիրոջը բրտենք առաջ, ասենք դու ոչինչ գնա, չարչարվի, խաչվի, մեռվի, թաղի ջհանդամին չես մեռնի։ Հարությանը կերևանք։ Եթե սեղան կա, եթե ուտել խմել կա, նվերներ կա, այդ ժամանակ կերևանք զավիկ կնշենք։ Ինչպես որ հիմա ուղեղս վառավ արդեն այս մեկ ամսից ավել է ժողովրդին բան բացատրելու։ Ժողովուրդ, զավիկը մեռելներից զատվել բաժանվելու է, ինչքան կարելի ասել, 1740 տարի եւ ավել, 2000 տարի չասեմ, 1740 տարի եւ ավել, այս ժողովուրդը ճաշակում է սուրբ զատքի ամեն տարվա խորհուրդը։
Լսում է եկեղեցու քարոզը 1000 հոգևորականների, 100,000 հոգևորականների, 1 միլիոն հոգևորականների բերանից այնպիսի գեղեցիկ ճառեր են լսել, այնպիսի գեղեցիկ քարոզներ են լսել, որ հնարավոր չէ ուղղակի խաբվել։ Այսօր ելի մեր հավաքածյան ժողովրդի 90%-ը չգիտի զադիկ բառը ինչ է։ Էլի չգիտի, որ զադիկը դա Տիրոջ հարությունն է, մարդու հոգու հարությունն է։ Մենք մեռանք Հիսուս Քրիստոսի հետ այս օրերին պիտի մեռնենք։ Պիտի ճաշակենք, պիտի անցնենք այդ քաղցրությունը։ Մինչև մարդը ծարավ չլինի, ջրի համը քաղցրությունը չի զգա։ Մինչև մարդը քաղցած չլինի, հացի համը հոտը չի զգա։ Մարդը պիտի քաղցած լինի, որ վերջը ընտրիկի սեղանին մասնակից դառնա ախորժակով հացը։ Մարդը պիտի ծարավ լինի, բերանը չորցած պիտի լինի, որ մեկ բաժակ ջուրը խմելուց ասի խոր։ Երբ որ մարդը ծարավ չէ, մեկ բաժակ ջուր կարա ուխայով խմի։ Կամ կարա ախորժակով հացը, չի կարա։ Ուրեմն այնպես, եթե մարդը չարչարված, տառապած, տանջված չէ, եթե ապաշխարած չէ, հարության տոն, չի կարող տոնել։ Քրիստոնյան պետք է անցնի այդ ճանապարհը, որ հարությունը հասկանա ինչ է։ Այլապես խրախճանքի կվերածի ամեն մի բան։ Ինչպես այսօր ժողովուրդը։ Զադիկը մեր նորապսակների զադիկն է, թե զադիկը չէ։ Նշանբազները զադիկ անեն, թե չանեն։ Դա ինչ զադիկ, ինչ նորապսակ, դա ինչ նշանբազ, ինչ կապ ունի զադիկը նորապսակների ու նշանբազների հետ ես չեմ հասնում։ Ինչ կապ ունի Քրիստոսի հարությունը, չարչարանքը, տառապանքը, խաչելությունը, մեռելներից բաժանվելը նորապսակների հետ։ Ինչ է նորապսակները մեռել են, պետք է բաժանվել։ Սա է նշանը։ Ով մտածում է, թե զադիկը նորապսակների կամ չպսակվածների համար է կամ չէ, ու նշանակում է, թե ինքը համարում է, որ իր նորապսակ զույգերը մեռել են, հիմի պետք է բաժանվեն։ Գերեզմանները իրար կող է դրած, հիմի պետք է բաժանվեն։ Սա է նշանակում, ուրիշ բան չի նշանակում։ Մի հատ էլ մտածենք, թե նորապսակների համար է զադիկը չէ, թե նշանված զույգերի համար է զադիկը։ Ուրեմն զադիկը հոգու հարությունն է, հոգու փրկությունն է, ապաշխարությունն է, նոր մարդ դառնալն է, վերածնվելն է, հարություն առնելն է, երկնային ժառանգող դառնալն է։ Ինչ կապ ունի նորապսակների հետ։ Ինչ կապ ունի։ Ուղղակի քանի որ մենք այս ապաշխարության ճանապարհը չենք անցնում։ Օրինակ մենք եթե հասկանանք, թե այսօրվա օրը ինչ օր է, այսօր կոչվում է վերջին ընթրիք։ Ինչ է վերջին ընթրիքը։ Վերջին ընթրիքի միջօրեի պատարագն է տեղի ունենում։ Ինչ է վերջին ընթրիքը։ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքն էր երկրի վրա, որ ուզեց կիսել իր առաքյալների հետ, ասեց, բայց ուզում եք ես ձեր հետ լինեմ միշտ, որպեսզի ըստիկ չբաժանվեք, միշտ սա կատարեք իմ հիշատակի համար։ Բայց ամեն անգամ, երբ որ ուտեք այս հացից եւ խմեք այս ջրից, իբրև գինի, արժանավորապես գիտեք։ Անարժանորեն մի կմոտեցեք, քանի որ այսօր։ Որպեսզի Տիրոջ որդիները կոչվեք, որպեսզի Տիրոջ դուստրերը կոչվեք։ Այլապես իմաստ չունի ձեր ոչ հաղորդվելն է, ոչ հավատքով լինելն է, ոչ քրիստոնյա կոչվելն է, ոչ մի բանը, իմաստ չունի։ Ուրեմն այսօր Աստված հաստատեց պատարագի խորհուրդը, հիմքը դրեց պատարագի խորհրդին։ Այդ մեկ հաղորդությամբ, որ վերցրեց հացը, օրհնեց, բաշխեց առաքյալներին, ասեց կերեք սրանից սա իմ մարմինը։ Վերցրեց, օրհնեց գինին, բաշխեց առաքյալներին, ասեց խմեք սրանից սա իմ մարմինը։ Եվ Պողոս առաքյալն է ավելացնում է, եւ Գործք առաքելոցի մեջ, Ղուկաս ավետարանչի, եւ Կորինթացիների նամակի մեջ, երկրորդ անգամ անդրադարձ է կատարում, ասում է, այդ հացն ու գինին, որ Քրիստոս տվեց, իբրև իր մարմինն ու այլունը, սովորական հացն ու գինի չէ։
Նրանք ովքեր որ պատարակի հացը համեմատում են սովորական հացի հետ, անեծք են ընդունում։ Նրանք ովքեր որ պատարակի գինին համեմատում են սովորական գինու հետ, անեծք են ընդունում։ Ինչպես շատերին թվում է, թե տերդերները պատարակի ընթացքում հարկում են։ Որովհետև ինքը անիծյալ է, իր գաղափարների հետը անիծյալ է։ Ինչպես կարելի է Քրիստոսի արյունը համարել հարբեցողության գործը։ Այսպես մտածող ինքը սատանա է, սատանայի ծնունդ։ Այս սրա մասին էր խոսում այսօր Պողոս առաքյալը, որ անարժանորեն մոտեցակ, կրելու եք դատապարտություն։ Եվ այդպիսի մարդը ամբողջ կյանքը կամ այդպես խոսած մարդը իր ամբողջ կյանքը լավ կյանք չի կարող։ Կամ հիվանդ պետք է լինի, կամ անշուք պետք է մեռնի, կամ այնպես պետք է մեռնի, որ տնեցքի անգամ լաց չմնի մարդու։ Լաց անգամ չպետք է շարունակի։ Դրա համար այսօրվա պատարակի այս խորհրդավոր տոնի խորհուրդը ինչու՞ն է, մեզ ինչ է ուզում ասել, որ Տիրոջը մոտեցող ամեն մեկ հաղորդվող մարդ առաջին հերթին թող մտածի իր ներսը մաքրելու։ Եթե ինքը ուզում է Տիրոջը հաղորդվել, ուրեմն պարտադիր չէ ամեն կիրակի հաղորդվի, պարտադիր չէ ամեն պատարակի հաղորդվի, այլ գիտակցաբար մոտենա այդ հաղորդությանը։ Դու կարող ես Եվրոպաներում գտնվես, օրինակ Եվրոպայում մի քմար, հələ մենք հնարավորություն ունենք գոնե պատարակի մասնակցելու, այստեղ չմասնակցենք, ուրիշտեղ կմասնակցենք։ Հայաստանում ոչ, քայլը գցես 5 քայլից հետո եկեղեցի է։ Որտեղ ուզենաս որ պատարակի չմասնակցենք, բայց որ պատկերացրեք Եվրոպաներում դրսևորում գտնվող մեր հայ ժողովրդի վիճակը։ Մեր եկեղեցին մի եկեղեցուց 3000-4000 կիլոմետր հեռավորությունների վրա է գտնվում։ Ու մարդիկ հնարավորություն չունեն գնալու հաղորդություն ստանալու։ Պապակում են, ծարավում են, տարապում են, տանջվում են, որ օրերից մեկ օր գնան քաղաք է քաղաք կամ երկր է երկիր, պատարակի մասնակցել մի հատ հաղորդություն ստանալ։ Դրա համար այդպիսի մարդիկ ավելի արժանի են դառնում, քան մենք, որ ամեն կիրակի պատարակի հավատացան։ Ճիշտ է, էլի մարդիկ էլ կան, ովքեր որ ասում են ուզում եմ ամեն կիրակի հաղորդություն վերցնեմ, ինչպես օրինակ անցած շաբաթ, կամ այն շաբաթվա մեծ էր, չեմ հիշում, դրսից Եվրոպայից մտերիմներ ծանոթներ ունեն, ովքեր տրտնջում են, ասում են, դե մարդը ուզում է ամեն կիրակի գնա հաղորդության, եկեղեցի չկա, հնարավորություններ ստեղծած չեն, դրա համար մարդը չի կարողանում գնալ առաքելական եկեղեցի հաղորդվելու, մարդը գնում է կաթոլիկ կամ ուղղափառ եկեղեցում է հաղորդվում։ Ուրեմն որևէ մեկը իրավունք չունի ոչ կաթոլիկ, ոչ ուղղափառ եկեղեցում հաղորդվելու, եթե ինքը հայ առաքելական եկեղեցու հետևող։ Թեկուզ եւ հազարավոր կիլոմետրեր հեռու լինեն եկեղեցին քեզանից, ուրեմն տանջվի, տարապի հասի է եկեղեցին։ Անցի է չարչարանած ճանապարհը։ Ոչինչ, տարվա մեջ մեկ անգամ ձգտես, հարկով կհասնես։ Այն մարդը, որ ձգտում է հաղորդության ճշմարիտ հոգով ու սրտով, ինքը չի մեռնի այնքան ժամանակ, ուզում է 100 տարեկան լինի։ Ինքը չի մեռնի այնքան ժամանակ, մինչև չգնա այդ հաղորդությունը չճաշակի։ Կգնա կհասնի, պատարակին կմասնակցի, հաղորդությունը կճաշակի ու դուրս կգա նոր գտնի կմեռնի։ Չի կարա լինի այն մարդը, ով որ սրտով հոգով մաքուր ձգտի պատարակի, ձգտի սուրբ հաղորդության, եւ Իսպանիայից Ռուսաստան պետք է գնա որ հաղորդի, որտեղ Իսպանիայից մինչև Ռուսաստան ասենք թե բան չկա, եկեղեցի չկա, ասենք։ Եվ տարվա մեջ մի անգամ հնարավորություն ունի գումար հավաքելու թրջի գնա այնտեղ։ Ուրեմն կարող։ Եթե ուզի կարող է։ Քեֆերին ուրախություններին կարող է։ Զուգվեց զարդարվելուն կարող է։ Պլաստիկ օպերացիաներ լինելուն կարող է միլիոններ թափի։ Շուրթեր ու ունքեր ու չգիտես ինչերը կարա տարբեր տեսակի
միջամտություններով միլիոններ թափի, դրան կարելի է, բայց չի կարա ամեն անգամ 5 եվրո, 10 եվրո կողքի գցի, տարին վերջանա մի քանի հազար եվրո պիտի հավաքի, 1000-2000 եվրո շատ։ Էդ էլ ամբողջ մեկ ամսվա ուտեր խմելու գումարն է։ Այդ 2000 եվրո։ Մենակ իրա, ընտանիքի հետ չէ, մենակ իրա վրա ծախսում գումարն է ամսեկան։ Ինքը կարա հետ գցի։ Ուրեմն չկա այնպիսի մի արտարացում, որտեղ ուզում ես գտնել, երկրակրդի որ ծայրում, ուզում ես Ավստրալիայում մեննակով ապրի, ավտոբուս չդնի, այնտեղ էլ ինքնաթիռ չդնի, էլի արտարացում չկա, եթե հաղորդություն չստացակ դժոխք ես գնա, որտեղ հնարավոր, ոտքով գնա, ուղ տարա Ավստրալիայից 30,000 կիլոմետր ոտքով գնա, պատարակ ստացվում էր, հաղորդություն ստացվում էր, բան չկա, 15 տարի կտարապես, մինչև կհասնես հաղորդության, ստացվում է, թեկուզ ջահ է, մեր է, կարևորը դրախտ կնորից։ Ուրեմն սա է Աստվածաշնչի Աստծո պատկերը։ Հոգիդ կփրկվի։ Մեկ այսպես դեմես մարմնով գեհեն ես մտնել, մեկ այսպես դեմես մարմնով հող է նետարում։ Կարևորը հոգիդ կփրկվի սուրբ հաղորդության։ Դրա համար ով որ գիտակցում է ինչ է սուրբ հաղորդությունը, ուրեմն ինքն է որ ապրում է արժանանալով քրիստոնեական կյանքը։ Այսօրվա այս պատարագի, այս արարողության վերջին ընթրիկի այս խորհուրդը սա է որ մեզ ուզում է մատուցել հավատալը։ Ուրեմն մենք էլ իբրե հավատացյալներ եկել ենք մասնակցելու եւ մասնակցեցինք, ապաշխարելու եւ ապաշխարեցինք, տարապելու եւ տարապեցինք, քաղցելու եւ քաղցեցինք, ծարավելու եւ ծարավեցինք, հիմա էլ մոտեցել է հավատության եւ պիտի հավատանք։ Հիմա բարձրանանք մաքուր սրտով, մաքուր հոգով, վերարակենք մեր աղոթքն առ Աստված, խնդրենք որպեսզի Տեր Աստված արժանի դարձնի այն հաղորդությունը, որ այսօր պիտի ճաշակենք եւ այդ ճաշակումով քայլ կատարենք դեպի ապաշխարության եւ դեպի հարության օրը։ Այժմ եւ հավիտյանս